1914 թվականին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։ Սկսվեց խիստ անսպասելի բոլորի համար ու տարածվեց աշխարհով մեկ։ Առանց նախազգուշացման, առանց որևէ մարդկային նպատակի։ Պատերազմում էին պետությունները, կռվում ու սպանվում էին մարդիկ։ Պատերազմող պետություններից մեկն Օսմանյան Թուրքիան էր, որի կազմում ապրում էին բազմաթիվ բնիկ ժողովուրդներ՝ հայեր, հույներ, ասորիներ, հրեաներ, արաբներ, քրդեր, եզդիներ և միակը, որ բնիկ չէր, թուրքերն էին։ Սրանք եկել էին Սիբիրից և Միջին Ասիայից։ Գրավել այնպիսի մի աշխարհամաս, ինչպիսին էր Փոքր Ասիան և հայկական լեռնաշխարհը, աշխարհամաս, որ համաշխարհային մշակույթի հիմքերն էր դրել։ Թուրքական ցեղերը դարերով կանգնեցին մարդկության զարգացումը, փակելով հին աշխարհի արևմտյան և արևելյան հատվածների բոլոր ճանապարհները։ Նվաճելով արաբական խալիֆատն ու բյուզանդական կայսրությունը, թուրքերը տեր դարձան սրանց տարածքին, իրենք բացարձակապես ոչինչ չստեղծելով։ Այս քոչվորները իրենց համարում էին բարձր բոլոր հպատակներից։ Եթե հպատակ ժողովուրդները զբաղվում էին հողագործությամբ, արհեստներով, ապա նաև գիտությամբ ու մշակույթով, ծաղկեցնում էին իմպերիան ու հիմքեր դնում առաջընթացի, թուրքերը խորապես արհամարհում էին նման զբաղմունքները, համարելով իրենց արժանապատվությունից ցածր։ Իրենց բարձր ցեղը պիտի զբաղվեր միայն պատերազմով, իրականում թալան, կողոպուտ, սպանություն, որ այնքան բնորոշ է քոչվորի հոգեբանությանը։ Տասնիններորդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայերը Թուրքիայում ստեղծել էին մի ինքնատիպ բարձր մշակույթ, գրականություն, ճարտարապետություն, նկարչություն, թատրոն։ Ավելի քան 200 տարի Թուրքիայի ճարտարապետությունը ղեկավարում էր Պալյանների հռչակավոր գերդաստանը։ Նրանց կառուցած ամեն մի շենք կարող էր եվրոպական ցանկացած քաղաքից զարդ դառնալ։ Հայերի շնորհիվ զարգանում էին գիտությունը, բժշկությունը, կրթական գործը։ Փաստացի Թուրքիայի վաճառականության և նորածին արդյունաբերության առյուծի բաժինը գոյատևում ու զարգանում էր հայերի շնորհիվ։ Հետզհետե այս ամենը անտանելի էր դառնում երկրի տերերի, շատ ավելի ցածր մակարդակի վրա գտնվող թուրքերի համար։ Սրանց մոտ սկսում էր զարգանալ թերարժեքության բարդույթը։
Եվ ահա 19-րդ դարի վերջին հայտնված նոր օսմանները հայտարարում էին. հին սուլթանների հիմնական սխալը բնիկ ժողովուրդներին կենդանի թողելն է։ Մենք եկել ենք այդ սխալն ուղղելու։ 20-րդ դարի սկզբին թուրքական ռազմաֆեոդալական վերնախավը խոր տագնապի մեջ էր։ Պանթուրքական կայսրություն ստեղծելու զառանցական ծրագրի մեջ առանձնակի ուշադրությունը սևեռվում էր հայկական լեռնաշխարհին, որն այդ ծրագրի հիմնական խոչընդոտն էր։ Համաշխարհային պատերազմը սքանչելի առիթ էր հարցը լուծելու։ Եվ ահա այստեղ մշակվում էր ցեղասպանության մի կատարյալ ծրագիր, որը միայն քոչվորը կարող էր մշակել։ Ոչխարը մորթելու եւ այն ուտելու համար հարկավոր է սկզբում կտրել նրա գլուխը։ Հայ ժողովրդի գլուխը նրա մտավորականությունն էր։ Այսպիսով, նախքան զանգվածային կոտորածներին անցնելը, թուրքերը սկսեցին կազմել հայ մտավորականության ցուցակները։ Ստամբուլում այդ կարևոր գործը հանձնարարվեց երկու հայ բարձր պաշտոնյայի՝ Վահե Քիսան և Արթին Քեհյան։ Ի դեպ, մի քանի տարի անց սրանց նույն Ստամբուլում գնդակահարեց Արամ Երկանյանը։ Ինչև է, հենց այս ցուցակներով էլ սկսվեց հայոց մեծ եղեռնը։ Նույն ինքը, աշխարհի առաջին կազմակերպված ցեղասպանությունը։ Գրողներ, բանաստեղծներ, բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ։ Պոլսում, որ հայ մտավորականության կենտրոնն էր, ձերբակալվեցին այնպիսի ականավոր մտավորականներ, ինչպիսիք էին Գրիգոր Զորապը, Դանիել Վարուժանը, Սիամ Անթոն, Ռուբեն Սևակը և այլ բազում։ Գրիգոր Զորապ, ժամանակի մեծագույն հայերից մեկը, մասնագիտությամբ իրավաբան, վարեց հայ քաղբանտարկյալների գործերը, պաշտպանել է նաև բուլղարական դատը և բոլոր գործերում հաղթող ճանաչվել։ Ուստի Համեդյան իշխանության հրամանով Զորապին արգելվել է զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Նա հեռացել է Եվրոպա։ «1908 թվականի հեղափոխությունը նրան վերադարձրեց Պոլիս։ Սակայն այս ամեն գործունեության մեջ Գրիգոր Զորապի անմահությունն է արձանագրում նրա գրական գործունեությունը։ Մեծ գրող, բազմաթիվ վեպեր ու վիպակներ, նովելներ ու պատմվածքներ են ծնվել նրա գրչից ու տարածվել աշխարհով մեկ։ Զորապը թարգմանվել է աշխարհի 26 լեզուներով։ Ֆրանսերեն թարգմանվել է նրա գրեթե ամբողջ գրականությունը։ Ստամբուլում
նա արդեն զբաղվում է քաղաքական գործունեությամբ։ Շուտով Օսմանյան պարլամենտի պատգամավոր է, պայքարում է Թուրքիայում կրթական գործի առաջադիմության, ազգերի իրավահավասարության համար, պահանջում է զարգացնել արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։ Ուշագրավ մի փաստ։ Երիտթուրք հեղափոխականների հետապնդման շրջանում ամբողջ 6 ամիս Գրիգոր Զորապիտյանն է թաքնվել։ Թայլատ Փաշան, նույն Թայլատը, որը կարճ ժամանակ անց Զորապի ձերբակալման ու սպանման հրամանն է տալու։ «1915 թվականի մայիսին Զորապին ձերբակալում են և սպանում, քարերով ջախջախելով գլուխը։ Բելգիայի Գենտի համալսարանի մեծ ցուցասրահի պատին մի ցուցատախտակ է ամրացված, որի վրա Դանիել Վարուժանի դիմանկարն է։ Ապա հայերեն, ֆրանսերեն և ֆլամանդերեն արձանագրություններ։ Իրավամբ, հայ պոեզիայի մեծագույն ներկայացուցիչներից մեկի մասին է խոսքը, որն ապրեց ընդամենը 31 տարի։ Թե ջլափին մշակն ինչպես կփարի իր կոր մաչին, կպատրել լանջը հողերում և սահանքին տակարփական շողերում ինչպես կլան լեր կակոսները բերի, թե շիկագուն ծորյանն ինչպես կալին մեջ կբրգանա և վաղորիկ կմռնչեն, ինչպես կորդի կացխած խմորը տաշտեն զորհուսկ կեպեն գեղչուկ փուրին մեջ անշեջ, թե կսպրե հացը սրբազան ինչ բերկրանքներ, արարչական ինչ կորով, սորվեցուր ինձ, ով հայրենի մուսան, սորվեցուր ինձ։ Օսմանյան իշխանությունների կողմից ձերբակալվեց 1915 թվականին և սպանվեց։ Սիամանթո, հայոց մեծագույն բանաստեղծներից մեկը։ Վարուժանի հետ նրանք նոր գաղափարական ուղղություն են ստեղծում հայ գրականության մեջ։ Սրանց կատակով անվանում էին մեր հեթանոսները։ Սիամանթոյի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Ի վերջո, նրա շուրթերից է հնչել մարտակոչը, որ պետք է ծնվի գաղափարի ու կամքի մի հզոր ես, որի անունը պայքար է, վախճանը հաղթանակ։ Ապարաժի լռությունը իր սարսափովը կծանրանար, շշուկ չի կար, շնչող չի կար, շրթունքները փակ էին, և ամենուս նայվածքները քստմների և դիվային, մեկս մեկու վրա հառած, մեկս մեկու մահ կուզեին։ Շուտով հեռավոր Լոզանից այս երկուսին է միանում երրորդը, մի երիտասարդ բժիշկ, Ռուբեն Սևակ, որն իր պոեզիայով ասես գալիս է լրացնելու գրական ժամանակաշրջանը։
անոն գացին խորուրդով ու գաղտնիքով բեռնավոր, գացին նավերը սիրույս իմ աչքերուս առջևեն, ցռունկին վեր դեպի մութ եզերքները հեռավոր, արագասները գինով մայրամուտի գաղճ հովեն։ Մայիսին նրանք ձերբակալվում են ու սպանվում աքսորի ճանապարհին։ Դարձյալ ոչ գնդակ, ոչ կախաղան, դարձյալ նրանց գլուխները ջախջախում են քարերով։ Նրանք բոլորն էլ մոտ 30 տարեկան էին։ Ձերբակալվեց նաև Կոմիտասը, հայազգի սիրտն ու հոգին։ Պատահաբար նա ազատվեց սպանումից։ Բայց այն ամբողջ արհավիրքը, որ տեսավ աքսորի ճանապարհին, խախտեց մեծ երախտավորի հոգեկան հավասարակշռությունը։ Փաստացի սպանված էր։ Մոտ 20 տարի լռության ու հոգևոր խավարի մեջ ապրեց նրա մարմինը Փարիզի հոգեբուժական կլինիկայում։ Մինչև 1935 թվականին կնքեց մահկանացուն։ Նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան ու հանգիստ գտավ իր անունը կրող Պանթեոնի հողում։ Մինչ արևմտահայության համատարած ջարդը սպանվեց մոտ 900 հայ մտավորական։ Այսպես ավարտվեց 1915 թվականը, ծանրագույնը հայերի պատմության մեջ։ Թուրքիան ուզում էր սպանել մեր միտքը, մեր սիրտը։ Չստացվեց։